Մխիթարյան։ Իմ ոճով ես։ Հենրիխ Մխիթարյան։ Կրիստիանո Ռոնալդո։ Ռոնալդո։ Փոքրիկ ֆուտբոլիստներից ամեն մեկն իր մեծ երազանքի ետևից է եկել։ Ամեն մեկն իր ֆուտբոլային կուռքն ունի, բայց մարզվելու եւ նրանց նմանվելու համար պայմաններ չունեին։ Այսօր եկել են տեսնելու, թե ինչպես է իրենց քաղաքում դրվում լավագույն պայմաններով ֆուտբոլի ակադեմիայի հիմքը։ Ուրախ եք։ Այո։ Իրանցից այս պարագայում միայն մնում աշխատասիրություն, նվիրվածություն իրենց գործին, որպեսզի ունենանք նոր Հենրիխ Մխիթարյաններ, նոր տաղանդավոր ֆուտբոլիստներ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, UEFA-ի, FIFA-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրով վաղ շաբաթում կկառուցվի 2800 քառակուսի մետր մակերեսով ժամանակակից ֆուտբոլը սպասարկող ենթակառուցվածքներով ֆուտբոլի ակադեմիա։ Խնդրեցինք հանրապետության նախագահին, որի արդյունքում ֆեդերացիա, համայնք եւ պետություն համատեղ ստացանք այն հող հատկացրեց համայնքը, որը 1-2 տարվա մեջ պիտի կառուցվի, վերջացվի։ Առնվազն 500 երեխա վաղ շաբաթից ու հարակից գյուղերից այստեղ մարզվելու հնարավորություն կունենա։ Մարզադաշտը կարող է հյուրընկալել ոչ միայն հանրապետական, այլև միջազգային նշանակության ֆուտբոլային հանդիպումներ։ Նպատակը մեկն է՝ զարգացնել ֆուտբոլը Հայաստանում եւ հնարավորություն տալ երեխաներին ու պատանիներին զբաղվել սիրած սպորտաձևով։ Սա կդառնա հերթականը Գյումրու, Վանաձորի եւ ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն ակադեմիաների բացումից հետո։ Այն ամենը գրեթե անհնար կլիներ իրականացնել միայն առանց UEFA-ի եւ FIFA-ի աջակցության լավագույն համագործակցության, առանց Հայաստանի իշխանությունների եւ հատկապես Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանի աջակցության։ Ես գիտեմ, թե ինչպես է կարևորում ներդրումները ենթակառուցվածքների մեջ, ասում է UEFA-ի նախագահ Սերժ Սարգսյանին, ավելացնելով, որ այս պարագայում խոսքը միայն պրոֆեսիոնալ ֆուտբոլի ու ազգային հավաքականի մասին չէ։ Կարևոր է, որ այս ամենից շահեն երեխաները, պատանիները, նրանց առողջությունը, որպեսզի զերծ մնան փողոցում պարապության մատնվելուց։ Վստահեցնում եմ ձեզ, որ ապագայում նույնպես կարող եք ունենալ անձամբ իմ եւ UEFA-ի աջակցությունը։ Ֆուտբոլն առանձնահատուկ երևույթ է, այն երջանկացնում է մարդկանց, ասում է UEFA-ի նախագահն ու Ռուբեն Հայրապետյանի հետ ստորագրում են սերունդներին ուղղված ուղերձը։ Շինության հիմքում ուղերձն է պահպանել, զարգացնել ու շենացնել այս կառույցը, իսկ երեխաների մտքում ու հայացքներում իրենց երազանքներն են, որ հավատում են, ուր որը իրական են դառնալու, նոր Մխիթարյաններ ու Ռոնալդուներ են դառնալու։ Ռուզաննա Վարդերեսյան, Արմեն Անդրեասյան, օրակարգ։